Բաներ կա, որ ես ուշ եմ հասկանում, բայց ի վերջի ես հասկացա։ Երբ որ սկսում ես բիզնես ու զգում ես, որ կարելի է այդտեղ փող աշխատել, առաջի բանը, որ անում ես, քո ամենամոտիկ ընկերներին ասում ես այդ մասին, այն մտքով, որ դե դու գիտես, որ իրան փող պետք է, բայց պարզվում է, որ քո ընկերները չեն ուզում, որ դու իմանաս, որ իրանց փող է պետք։ Եվ այդ պահը այնքան նուրբ է, ես դադարեցի իմ ծանոթներին առաջարկել փող աշխատել, ինչու, որովհետև ես հասկացա, որ իմ ծանոթները չեն ուզում, որ ես իմանամ, որ իրանք փողի կարիք ունեն։ Դրա փոխարեն ես մի հատ ուրիշ բան էի անում, որը շատ հավես է, շատ ավելի հետաքրքիր է։ Ես զանգում էի իմ ընկերներին ու ասում էի՝ «Պրիվետ, ո՞նց ես, ինչ կա, չկա»։ Լսի, գործ կա մի հատ, կարելի է փող աշխատել, կարող ծանոթների մեջ մարդ ունենաս ծանոթ, ով կուզենա ամիսը մի 4-500 հազար փող աշխատել։ Այդպես եւ հետո միանգամից իսկ ինչ գործ է, որ իսկ ինչ կա, որ եւ այլն միանգամից արդեն տենց հարցերս։ Դե իհարկե, ասենք ինքը չի ասում, որ ինքը իր համար է հետաքրքրվում, բայց ինքը իր համար է հետաքրքրվում իհարկե։ Ու դու երբ որ պատմում ես իրան գործը, ինքը ասում է կլինի ես դրանով զբաղվեմ, ասում ես հա, ինչի չի լինի։ Բայց եթե դու մարդու երեսին միանգամից ասես քեզ փող պետք է, քեզ գործ պետք է, ինքը ասելու է չէ։ Հետաքրքիր է, բայց հոգեբանություն է ու ես դա բիզնեսում հասկացել եմ։